Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Ամբերտ Քրոնիկոն հաղորդաշարի հերթական հաղորդումն է եւ այսօր մենք զրուցելու ենք Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերտ հետազոտական կենտրոնի փորձագետ, բիզնես վարչության ամբիոնի դասախոս Սուրեն Մինասյանի հետ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը եւ ուրեմն փորձենք այսօր մենք խոսել տրանսպորտային հաղորդակցությունների մասին, մասնավորապես քանի որ հիմա Հայաստանում շատ են խոսակցությունները ԵՄ-ի հետ համագործակցության մասին, ավտոմատ հարց է առաջանում, թե արդյոք այդ որոշումն ընդունելուց հետո, վերջնական որոշումը, մենք ուրեմն ունենք համապատասխան տրանսպորտային ենթակառուցվածք, որը կարող է սպասարկել այդ հարաբերությունները եւ հարցս այսպեսին է, ինչպես կգնահատեք Հայաստանի տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների ներկայիս վիճակը ԵՄ երկրների հետ առևտրի ծավալներն ընդլայնելու տեսակետից։ Բարև ձեզ, շնորհակալություն ձեզ ստեղ ընկալելու համար։ Ինչ վերաբերում է հարցին, լոգիստիկ ենթակառուցվածքները մշտապես եղել են բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի Հանրապետության տնտեսական որոշումների կայացման կենտրոնում, սակայն վերջի շրջանում, վերջի տարիների փոփոխությունները, երբ նոր միտումը նկատվել դեպի Եվրոպական միության շուկա ընդլայնվելու, ընդարձակվելու, սա նոր իմաստ է ստացել։ Նախ կարող ենք լոգիստիկ հիմնախնդիրները, որոնք Հայաստանի պարագայում բազմաթիվ են ու բազմաժանր, կարելի այդպես ասել, կարող ենք խմբավորել երկու հիմնական խմբերի մեջ, մեկը քանակական, մյուսը որակական։ Քանակականը զուտ վերաբերում այն հեռավորությանը, որը անցնելու են այստեղից պոտենցիալ արտահանողները կամ եթե ներմուծողները իհարկե Եվրոպայից դեպի Հայաստան։ Դժվար է գտնել մի տնտեսական հետազոտություն Հայաստանի տնտեսության մասին, որտեղ չնշվի մեր երկրի աշխարհագրական դիրքը, հատկապես մեր հարևաններից երկուսի կողմից փակ սահմանները, դեպի ծով ելք չունենալու հանգամանքը եւ այլն։ Սա ավտոմատ երկարացնում է մեր լոգիստիկ շղթան, ճանապարհը, իսկ մենք գիտենք երկար ճանապարհը բերելու է երկար ժամանակ, վառելիքային ծախսեր, որը մեծ նշանակություն, մեծ դեր ունի մեր լոգիստիկ ծախսերի կառուցվածքում եւ այլն։ Հաջորդ խնդիրը արդեն որակական է եւ այստեղ կարեւոր է հասկանալ, որ լոգիստիկ ենթակառուցվածքներ ասվածը միայն այն ճանապարհի ասֆալտը չէ, որի վրայով կարող են բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները գնալ-գալ, լոգիստիկ համակարգ ավելի ընդգրկուն է, ներառում է թե այդ ճանապարհները, թե այն բոլոր կառուցվածքները, տարրերը, որոնք սպասարկում են մեր այդ բեռնափոխադրումները իրականացնելու ամբողջ շղթան։ Հայաստանի դեպքում պետք է սկսել հիմնականում ներսի կարգավիճակից, թե արդյոք որքան լավն են մեր ավտոճանապարհները, լոգիստիկայի ենթակառուցվածքները եւ այլն։ Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել, թե որքանով են իրականացվում մեր բեռնափոխադրումները այս կամ այն տրանսպորտային միջոցով, ու երբ մենք նայում ենք ըստ տարիների, գրեթե 70-80%-ը բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումներին։ Սա կարելի ասել ոչ այնքան բարվոքթությանիշ է ծախսերի տեսանկյունից, քանի որ մենք գիտենք, որ ինչքան էլ ավտոմոբիլային տրանսպորտը մոբիլ է, հեշտ է շահագործել, բայց այն թանկ է համեմատած երկաթուղային ու ծովային տրանսպորտային միջոցների։ Ծովային եկեք չքննարկենք, քանի որ աշխարհագրական դիրքով պայմանավորված մենք օգտագործում ենք միայն այլ երկրների նավահանգիստներից սկսվող ծովային երթուղիները եւ այլն։ Երկաթուղայինը թեև Հայաստանի Հանրապետության պարագայում ոչ այնքան նշանակալի մասնաբաժին է կազմում բեռնափոխադրումների հարցում, բայց երկաթուղային տրանսպորտ ունենալը բավականին թանկ հաճույք է եւ որևէ երկիր չի կարող շատ կարճ ժամանակահատվածում կարողանա ամբողջությամբ արդիականացնել կամ լրացնել այդ երկաթուղային շղթաները։ Այստեղ արդեն մենք խոսում ենք որակական հիմնախնդիրների մասին, ու եթե մենք փորձենք ապահովել կամ բարելավել ամբողջ լոգիստիկ շղթան Հայաստանից դեպի Եվրոպական միություն, բնականաբար պետք է սկսել արդեն մեր երկրի ներսին շղթաներից, միջպետական, հանրապետական կամ անգամ համայնքային նշանակության ճանապարհների վերականգնումից, եթե դրանք չկան, բայց բնականաբար դա տարիների ընթացքում մշտապես իրականացվում է ներդրումները, ուղղվում է դրան, բայց ենթակառուցվածքները մեկ անգամ կատարելու քայլեր չէ, դրանք շարունակաբար ներդրումներ են պահանջում, շարունակաբար պետք է ջանքեր գործադրվեն դրա ուղղությամբ։
Եվ եթե փորձենք ամփոփել կամ շատ հակիրճ ասենք, այո, լոգիստիկ հիմնախնդիրները ԵՄ-ի պարագայում բավականին մեծ նշանակություն ունի, բայց չպետք է մոռանալ, որ Եվրոպան որպես տարածաշրջան այնքան էլ հեռու չի գտնում Հայաստանի Հանրապետությունից ու իր թեկուզ սահմանափակ շղթաները օգտագործելով կարող է որևէ կերպ ավելի արդյունավետ դարձնել այդ բեռնափոխադրումը, եթե մնացած բոլոր այլ հանգամանքները ինչ որ չափով, եթե խնդրահարույց են, չեզոքացվել են։ Իսկ ինչ մի միտք էլ ավելացնեմ կարևոր եւ փակ սահմանների պարագայում գաղտնիք չէ որ մենք օգտագործում ենք միայն դեպի Վրաստանով դեպի Իրանով արտաքին շուկաներ դուրս գալը, ԵՄ-ի պարագայում բնականաբար ավելի նպատակահարմար է խոսել Վրաստանի տարանցիկ դերի մասին, բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ մի դասագրքային ճշմարտություն կա, այն ինչ այլ ընտրանք չունի, ավելի թանկ է մեզ տրվում եւ այլ հավասար պայմաններում, եթե մենք Վրաստանի այլ ընտրանք ունենայինք կամ թեկուզ Վրաստանի տարածքով ունենայինք այլ ընտրանքային մի քանի ուղիներ, դա միանշանակ մեզ համար լինելու էր ավելի մատչելի։ Դուք նկատում եք ԵՄ-ի հետ հարաբերվելու համար, որովհետև առհասարակ եւ Իրանի ճանապարհը, որը վատ է օգտագործում, դա առանձին խոսակցության առարկա է, ինքը հնարավորություն է ստեղծում դեպի ուրեմն Հնդկական օվկիանոս։ Այո, բայց եթե Եվրոպական միության շուկա ենք նայում, Իրանի տարածքով եւս կարող ենք ծովային հաղորդողիներից օգտվել, բայց դա արհեստականորեն երկարացնում մեր ճանապարհը, իսկ այո, հասկանալի է։ Շատ լավ, ճանապարհների հարցը գիտենք, որ ցավոտ է կամ բազմաթիվ անհամապատասխանություններ, այդ թվում նաև երկաթուղգծերի ոչ նմանը Եվրոպայում այլ համակարգ է գործում մեր մոտ, այլ համակարգ է գործում։ Թողնենք դա եւ փորձենք հասկանալ, թե ինչքանով է արդյունավետ համարում մաքսային ընթացակարգերը, որոնք հիմա գործում են Հայաստանում, այդ կանոնները, այդ օրենքների խումբը, որով առաջնորդվում են մեր մաքսային ծառայությունները ԵՄ-ի հետ փոխհարաբերվելու համար։ Արդյոք ինչ որ ասենք փոքր բարեփոխումներով կարելի է դրանք հարմարացնել ԵՄ-ի ընթացակարգերին։ Երբ խոսում ենք Հայաստանի Հանրապետության մաքսային միջավայրի մասին, չպետք է մոռանալ, որ մենք ՀԻԱՏՄ-ի իրավանդամ ենք, միասնական մաքսայի տարածքի խաղացող ենք ու այստեղ չեմ կարծում, թե որևէ փոքր քայլ կարող է լինել հնարավոր է կատարել միանգամից համապատասխանելով այլ մաքսային միության կանոնակարգերին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մաքսային կանոնակարգերը ասվածը, եթե փորձենք դա վերացարկել որպես խոչընդոտ կամ հիմնախնդիր ԵՄ-ի հետ հարաբերվելիս, առևտրային հարաբերություններ կառուցելիս, դա միայն մաքսատուրքերի այս կամ այն մակարդակը չէ, զրոյական, բարձր կամ ցածր, դա մի ամբողջ համալիր գործընթաց է, որը իրականացվում է մաքսային սահմաններից, երկրի սահմաններում, այլ երկրների տարանցիկ երկրներում դա վերաբերում է ապրանքների բաց թողելուն, այնտեղ որևէ վերահսկողություն իրականացնելուն եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ՀԻԱՏՄ մնացած երկրները գնում են մաքսային համակարգերի արտիականացման ճանապարհով, բավականին հետևողական քայլեր են դրա ուղղությամբ կատարում ու այսօր կարող ենք ասել, որ ամենակարևոր օրակարգը, որ կա այստեղ, թվայնացման օրակարգն է, որը առաջին հերթին բերելու է նվազեցված ժամանակ, եթե փորձենք համեմատել այս վերջին մի քանի տարիների ու դրան նախորդող ժամանակահատվածում, որքան ժամանակ էր պետք մաքսային սահմանների մոտ սպասել այդ հայտարարագրման process-ը իրականացնել եւ այլն, բավականին առաջընթաց կա, բայց ԵՄ-ի հետ արդյունավետ կերպով ինտեգրվելու համար թվայնացման մակարդակը կարծում եմ դեռ բավարար չէ, քանի որ ավելի լավ թվայնացված մակարդակ ունենալը բերելու է ավելի կարճ ժամկետների, իսկ գիտենք որ լոգիստիկայի դեպքում ժամանակը ավելի քան որևէ այլ ոլորտում փող է, կապված թե աշխատուժի հետ, թե տրանսպորտային միջոցների շահագործման հետ եւ այլն։ Սակայն կարևոր է հասկանալ, որ այդ թվայնացումը կամ ժամանակի կրճատումը միայն հենց այդ ժամանակի ու այլ ռեսուրսների կրճատումը չէ, դա բերելու արդեն պարզեցված ընթացակարգերի ավելի քիչ միջնորդ եւ այսպես ասած կարգավորող անձանց ներգրավման, որը իր հետ բերելու է թե բացահայտ, թե կոռուպցիոն ծախսերի նվազեցմանը եւ այլն։ Սակայն շատ կարևոր է հասկանալ, որ ԵՄ-ի շուկան մեզ համար առաջի հերթին, եթե խոսենք իհարկե ազգային տնտեսավարողների մակարդակով, խնդիր է այնտեղ ստանդարտացման առանցին համակարգի գործունեությունը, որովհետեւ
Ես բնականաբար շատ հեռու եմ մտքից, որ մեր ազգային արտադրողները չեն կարող ԵՄ ստանդարտներին բավարարող ապրանքներ թողարկել, բայց մի բան է թողարկել այդ ստանդարտներին բավարարող ապրանք, մի բան ապացուցել, որ այդ ստեղծված ապրանքը բավարարում է այդ ստանդարտներին, ու այդտեղ արդեն գալիս են մաքսային լաբորատորիաների այդ բուսասանիտարական ստանդարտների ապահովման, ապացուցման խնդիրը, որը ցավոք սրտի այսօր բավականին քիչ է, ու եթե մենք խոսում ենք փոքր եւ միջին բիզնեսի արտահանման կարողությունների ընդլայնման մասին, ապա ցավոք այդ լաբորատորիաներին հասանելիությունը հատկապես փոքր է միջին ու փոքր ձեռնարկությունների համար։ Իսկ այդ լաբորատորիաներին չպետք է ճանաչված լինեն այդ լաբորատորիաները նույն ԵՄ-ի համապատասխան կառույցների կողմից։ Բնականաբար դրանք կարելի ասել հենց ստեղծում են այդ ԵՄ-ի շուկան մուտք գործելու գործընթացը սպասարկելու համար, եւ բնականաբար կարևորագույն նախապայմանը հենց ԵՄ-ի իրավական նորմերին բավարարելու, ԵՄ համապատասխան կառույցների կողմից ճանաչումն է։ Շատ լավ, շարունակենք մաքսային համակարգի մասին հարցը։ Հիմա մեր մաքսային համակարգ աշխատում է ԵԱՏՄ օրենքներով, շրջանակներով, ստանդարտներ։ Արդյոք այդ ստանդարտները չեն խոչընդոտում ԵՄ-ի հետ լոգիստիկ կապեր ամրագրելու համար։ Ասենք հիմա կոնկրետ մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ հանկարծ մեր արտադրողը ուզում է ԵՄ-ի հետ հարաբերություն ունենալ։ Այդ կարգերը ինչ չափով են համապատասխանում կամ թույլ տալիս կամ խոչընդոտում։ Բնականաբար բացի այդ ճշմարտությունը, որ մի երկիրը չի կարող լինել երկու տարբեր մաքսային միությունների անդամ։ Եվրասիական տնտեսական միությունը անդամակցել ենք մենք ելնելով այն տրամաբանությունից, որ այստեղ կա մեր արտահանման ու նաև ներմուծման հիմնական շուկաները, դա ինչ որ չափով այդտեղ հիմնավորված եղել է։ Բայց եթե խոսում ենք արդեն տնտեսավարող սուբյեկտների մակարդակով, դա որևէ կերպ չի բացառում, որ մի ընկերությունը կարող է արտահանում իրականացնել թե ԵԱՏՄ շուկա եւ թե Եվրոպական միության շուկաներ։ Այստեղ գալիս է մեկ այլ խնդիր, թե արդյոք այդ նույն արտահանում իրականացնող ընկերությունը ունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա կենտրոնանալ թե ԵԱՏՄ-ի նորմատիվներին բավարարելուն, թե Եվրոպական միությանը։ Այնուամենայնիվ կարծում եմ այն բոլոր գործընթացները, որոնք իրականացում են ԵԱՏՄ-ի շրջանակներում ընդհանուր մաքսային տարածքը ձևավորելու, զարգացնելու ուղղությամբ նպաստավոր են հենց Հայաստանի համար եւս, ու չեմ կարծում, որ այնտեղ իրականացումը քայլեր, որոնք ընդհանուր դասական տրամաբանությամբ հակասում են Եվրոպական միության մաքսային միությանը, եւ կարծում եմ, որ այստեղ էլ կարող են որոշակի գործընթացների իրականացման արդյունքում բերել, որը կարող է բերել այդ ստանդարտների մի օրինականացմանը կամ եթե անգամ տարբերեն այդ ստանդարտների ճանաչմանը, օրինակ Եվրոպական միության հետ մեր տնտեսական համագործակցությունը մեծ հաշվով կարգավորում է այդ SEPA կոչվող փաստաթղթով, որը ի թիվս այլ ոլորտների ու նաև տնտեսական նորմատիվների մի օրինականացման, մոտարկման դրույթներ եւս, եւ կարծում եմ սա եւս նպաստավոր քայլ է, նպաստավոր հարթակ է, որ կօգնի Հայաստանի Հանրապետությանը որպես երկիր եւ այլ մեր ազգային տնտեսավարողներին որպես առանցին մասնավոր հատվածի խաղացողներ կարողանան մոտենալ Եվրոպական միության շուկա եւ այդտեղ ունենալ մինիմալ խոչընդոտներ, որոնք կարող են ժամանակի կամ որևէ ռեսուրսների ներդրման արդյունքում չեզոքացվել։ Շատ լավ, դուք ասեցիք, որ Հայաստանը բավականին առաջադիմել է թվայնացման հետ կապված հարցերում, լոգիստիկայի բնագավառում, եւ արդյոք կարող է այդ թվայնացումը Հայաստանի եւ ԵՄ երկրների միջև առևտրի ծախսերը նվազեցնել կամ ավելի թափանցիկ դարձնել գործընթացը, որպեսզի ասենք բեռնատարը չգնա ինչ որտեղ կանգնի եւ բաց չլինի, թե ինչի համար է այդքան երկար բանանում, ինչպես մենք հաճախ տեսնում ենք Լարսում։ Մենք հիմա այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ ցանկացած ոլորտի արդի միտումների խոսելից առաջնայինը տալիս ենք թվայնացմանը, եւ մաքսային ընթացակարգերի թվայնացումը այստեղ բացառություն չէ։ Դա բերելու է իր հերթին բավականին ու ամենատարբեր հետևանքներ, դրական հետևանքներ է բերելու, որոնցից դուք նշեցիք թափանցիկությունը, նաև ժամանակի կրճատումը, որի մասին խոսեցինք, ու հատկապես արտաքին տնտեսական գործունեություն ծավալելիս շատ կարևոր է, որ մենք ունենանք պատկերացում, թե մեր process-ը երբ այսօր մեկնարկում ենք, որքան է տևելու, եւ եթե մենք ունենանք օրինակ այդ թվայնացված ընդհանուր տվյալների հիման վրա կառավարվող մեխանիզմներ, մենք
ինչ որ չափով վստահ կլինենք, որ եթե բեռնատար այսօր մեր պահեստից դուրս է գալիս, այս կամ այն երկրի մաքսային սահմանին երկար ժամանակ չի կանգնելու։ Դա իր հերթին բերելու արդեն նվազեցված ծախս, որը կապակցված է ինչպես այդ ժամանակից վառելիք ծախսին եւ մնացած այլ հանգամանքների հետ, եւ այնտեղ մի հատ շատ կարեւոր քայլ կա, որին հանգեցնելու է թվայնացումը, դա ռիսկերի վրա հիմնված կառավարման մեխանիզմն է, քանի որ գիտենք, որ Եվրոպական միությունը այսօր ունի զարգացման այնպիսի մակարդակ, որ իրեն թույլ է տալիս նման շքեղություն առանցին ոլորտներում իրականացնելու շատ սպეციფიկ քաղաքականություններ, շատ սպეციფიկ վերահսկողություններ, կապված օրինակ քիմիական նյութերի պարունակության հետ, ածխածնի թողարկման ծավալների հետ եւ այլն, որոնք զարգացող կամ Հայաստանի նման այլ երկրներ գուցե ինչ-որ չափով դեռ այդ մասին չեն մտածում, եւ եթե մենք ունենանք միասնական տվյալներ, որոնք կարող են ժամանակի ընթացքում կիսվել ԵՄ անդամների, ԵՄ համապատասխան կառույցների հետ, դա միանշանակ էլ ավելի է նպաստելու այդ բարձրացված մաքսային ընթացակարգերին։ Իսկ այդ ռիսկերի վրա հիմնված կառավարումը ենթադրելու է բոլոր այն տնտեսավարող սուբյեկտները, բոլոր այն տրանսպորտային գործունեություն ծավալող ընկերությունները, որոնք նախկինում ասենց ճակերտավոր ասած բարենպաստ պատմություն են ունեցել եվրոպական շուկա, եվրոպական տարածք մուտք գործելու համար, ունենալու են ավելի բարձրացված ռեժիմ, ավելի բարձրացված ընթացակարգերով են ստուգումներ իրականացնելու, ու մենք ունենալու ենք ավելի հեշտ մուտք դեպի Եվրոպական միության շուկա։ Հայաստանի շուրջը վերջին տարիներին տեղի ունեցող իրադարձությունները, վերջը բոլոր այդ քաղաքական իրադարձությունները, այսպես թե այնպես հանգում են տարբեր տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի, ասենք, որոնք մենք ուզում ենք կամ չենք ուզում, այդ տարածաշրջանային ծրագիրներն են կարծես թե թելադրում նաև քաղաքականությունը եւ Հայաստանի հանդեպ եւ մեր տարածաշրջանում ընդհանրապես։ Ինչպես կարող են այդ ծրագրերը օգտակար լինել Հայաստանից բեռնափոխադրումների ավելացմանը ընդհանրապես եւ մասնավորապես դեպի ԵՄ։ Երբ վիզուալ պատկերացնենք այն շատ մեծ տարածաշրջանը, որում Հայաստանի Հանրապետությունը կա, այդտեղ այսպես ասած լոգիստիկ շղթաների պակաս չի նկատվում, քանի որ Եվրոպական միությունից դեպի Ասիա եւ Չինաստանից դեպի Եվրոպա վերջին մի քանի տարիների ընթացքում մշակվել են, առաջարկվել են բազմաթիվ լոգիստիկ միջանցքներ, որոնք չնայած կարող են տարածքային առումով իրար համընկնել, բայց քանի որ մշակվել են այս կամ այն քաղաքական կենտրոնի կողմից, դրանք իրենց բնույթով բավականին տարբեր են։ Հայաստանի մասին երբ խոսում ենք որպես դեպի ծով ելք ունեցող երկիր, մոռանում ենք նշել նաև իր բացառիկ աշխարհագրական դիրքը, որը գտնվում է Եվրոպան Ասիային կապող խաչմերուկում, բայց այստեղ չպետք է մոռանալ, որ Հարավային Կովկասը, որ ինքնին այդ հանգույցն է խաչմերուկն է երկու տարածաշրջանների, բավականին փոքր տարածաշրջան է իրենից ներկայացնում, այստեղ գոյություն ունեցող 3 հիմնական երկրները պետք է բավականին մեծ մրցակցություն ունենալ, մրցակցություն վարել այդտեղ հանգույցի մեջ ներառվելու համար։ Հայաստանը ինչ-ինչ պատճառներով վերջին մի քանի տարիների ընթացքում երբեմն դուրս է մնացել այդ լոգիստիկ շղթաներից, քանի որ եթե վիզուալ պատկերացնենք Ադրբեջանը, որը բավականին նպաստավոր աշխարհագրական դիրք ունի Կասպից ծովից դեպի ցամաքային սահման մուտք գործելու համար, հետո հաջորդող շղթան եղել է բնականաբար ոչ թե Հայաստանը, այլ Վրաստանը, իսկ Վրաստանը գիտենք, որ ունի դեպի ծով ելք եւ ունի անգամ ցամաքային շղթան շարունակի հնարավորություն դեպի Թուրքիայով։ Հայաստանը բնականաբար պետք է այստեղ ունենա իր դիրքավորումը, կարողանա արդյունավետ կերպով ինտեգրվել այդ միջանցքներին, եթե դրանք արդեն մշակված են, կամ մասնակից լինել նոր մշակվող նախագծերին։ Հայաստանը օրինակ վերջին մի քանի տարիներին արդյունավետ կերպով փորձեց ներգրավել Հնդկաստանը դեպի Ռուսաստան եւ ավելի հյուսիս կապող հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին, որը մենք տեսանք չնայած Հայաստանի ողջ տարածքով պետք է կառուցվեր միջազգային պայմաններին համապատասխան ավտոմայրուղի, որը ինչ-ինչ պատճառներով հետ էր մնում, կառուցումը սահմանված ժամկետներից հետաձգվեց եւ դա կարծում եմ մի օրինակ է, որ Հայաստանը պետք է բավականին մեծ ջանքեր ու ռեսուրսներ դնի այդ միջանցքների լիիրավ անդամ դառնալու համար։ Իսկ ինչ վերաբերում է դեպի Եվրոպական միությանը, շուկաներ
ներթափանցելն, ապա Հայաստանը միանշանակ պետք է օգտվի այդ լոգիստիկ շղթաներից, այստեղ վերջին մի քանի տարիներին, որոնք հատկապես նոր խոսակցության արդի խոսակցության առարկա դարձան ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո շատ տարածվել Պարսից ծոցը Սև ծովին միացնող շղթաները, այստեղ Հայաստանը եւս պետք է օգտագործի իր դեպի Իրանի տարածքով Պարսից ծոց, այնտեղից արդեն ծովային ուղիներով դեպի հարավ-արևելյան Ասիա, ինչու ոչ նաև Եվրոպա օգտագործելու հնարավորությունը, բայց շատ կարևոր է հասկանալ, որ այս կամ այն լոգիստիկ շղթային միանալը առաջի հերթին աշխարհաքաղաքական ու քաղաքական համագործակցություն է, եւ այստեղ միայն տնտեսական շահերով առաջնորդվելը կարծում եմ այս առաջ չի տանի։ Շատ լավ, այնուամենայնիվ այդ ծրագրերը լոգիստիկ, եթե այսպես խոշորները վերցնենք, մեկը բոլորովին վերջերս Եվրոպական միության կողմից առաջարկվող այդ Global Gateway ծրագիրն է, որը որ համապարփակ, այսպես ճանապարհային թվայնացման, մաքսային ծառայությունների հեշտացման ինչ-որ բան է առաջարկում, եւ մյուս կողմից էլ Չինաստանի կողմից առաջարկված մեկ գոտի, մեկ ճանապարհ այդ ծրագիրն է, որի մեջ Հայաստանը կարծես ստորագրել է դրան մասնակցել է դեռ 15 թվականից 2015 թվականից, բայց մինչև հիմա էլ հասկանալի չի, թե ինչ ձևով է այդ մասնակցությունը լինելու։ Կարող են արդյոք այս ծրագրերից որևէ մեկը, հատկապես իհարկե ԵՄ-ի կողմից առաջարկվող ծրագիրը իրական խթան հանդիսանալ Հայաստանի լոգիստիկ ինֆրաստրուկտուրայի զարգացման համար։ Հայաստանը կարծում եմ մշտապես փորձել է բալանսավորված քաղաքականություն վարել այս տարբեր աշխարհագրական բևեռների հետ, որքանով է դա ստացվել, որքանով չի ստացվել, կարծում եմ այլ խոսակցության թեմա է, բայց ինչ վերաբերում է Եվրոպական միության Global Gateway ծրագրին, պետք է նշենք, որ Եվրոպական միությունը բավականին արդյունավետ ու խելացի համագործակցություն է վարում իր հարևան երկրների հետ, իսկ հարևան երկրներ ասելով նա այնքան ընդարձակվել, որ իր անգամ այս ծրագիրը տարածվել է ամբողջ աշխարհում ու եթե չեմ սխալվում Եվրոպական միությունը պարտավորվել է ամբողջ աշխարհի ենթակառուցվածքներում ներդրումներ կատարել մոտ 300 միլիարդ եվրոյի չափով եւ դրա մասնաբաժին պետք է համարվի նաեւ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես Եվրոպական միության այդ համագործակցության մեջ մենք բավականին մեծ պոտենցիալ ունենք, որը ժամանակ առ ժամանակ օգտագործվել է կամ այս կամ այն խնդրով պայմանավորված այդ համագործակցությունը փոքրինչ դանդաղել է, բայց կարծում եմ հատկապես վերջի 2-3 տարիների ընթացքում, երբ Հայաստանը հայտարարեց իր եվրոինտեգրման նպատակի մասին, դա բնականաբար չեմ խոսում ԵՄ անդամ դառնալու հեռանկարի մասին, այլ զուտ եվրոպական ինտեգրումը ավելի խորացնելու մասին, մեր ինտեգրման հնարավորությունները այդ բոլոր եվրոպական միության ծրագրերին դառնում են ավելի նպաստավոր ու ավելի հավանական, բացի այդ եվրոպական միության հետ մենք ունենք բազմաշերտ համագործակցություն վարելու հնարավորություն, այստեղ կարևոր է ինչպես իրենց տեխնիկական աջակցությունը, որից մենք օգտվում ենք հիմնականում ՍԵՊԱ-ի շրջանակներում բազմաթիվ տարբեր ոլորտները արդիականացնելու հարցում եւ կտորը արդեն ներդրումային բաղադրիչն է, որտեղ մենք կարող ենք ներգրավել թե դրամաշնորհային թե վարկային միջոցների ԵՄ-ի ֆինանսական կառույցներից այս կամ այն ենթակառուցվածքային ոլորտը արդիականացնելու հարցում։ Իսկ ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Չինաստանը Եվրոպային եւ արտաքին աշխարհներին կապող բավականին շատ ուղղություններ են քննարկում վերջի մի քանի տարիների ընթացքում անգամ այդ մեկ գոտի մեկ ճանապարհի շրջանակներում լրամշակված նոր միջանցքային գաղափար քննարկվեց միջին միջանցքը, որը նախ եթե նայենք մեկ գոտի մեկ ճանապարհ հայեցակարգին, այստեղ ընդգրկում է տարբեր ուղղություններ, տարբեր հարթություններ, դրանցից ոմանք անցնում են Ղազախստանով ու Ռուսաստանի տարածքով, բայց քանի որ միջին միջանցքի գաղափարը ներդրվեց, այն անցնում է արդեն միջին ասիական երկրների տարածքով, ուղին շարունակում է Ղազախստանով դեպի մինչև Կասպից ծով, ու այստեղի շարունակության համար Հայաստանը կարծում եմ պետք է որոշակի ջանքեր գործադրի, քանի որ էլի այստեղ ծրագրի շարունակությունը, միջանցքի շարունակությունը բախվելու է Հայաստան, Ադրբեջան, Վրաստան երկընտրանքին, ու այստեղ կարծում եմ մեր տարածաշրջանը այնպեսին է, որ երեք երկրներից հիմնականում երկուսն են ներգրավելու այս կամ այն միջանցքի
մեջ, որը անցնելու է տարածաշրջանով եւ քանի որ իրականում այդ միջանցքները բազմաթիվ են ու տարածաշրջանը հատում են բազմաթիվ ճանապարհներ, երթուղիներ, կարծում եմ բոլոր 3 երկրներն էլ կարող են այս կամ այն կերպով արդյունավետ կերպով ինտեգրվել այդ միջանցքների գաղափարին։ Հաղորդում ուզում եմ վերջացնել այսպիսի գուցե մի քիչ ռետորիկ հարցով եւ այնուամենայնիվ ինչպես կարելի է անել, որ Հայաստանի բեռնափոխադրումները եւ Հայաստանից արտադրողները կարողանան ավելի քիչ վճարել այդ ճանապարհային ծախսերի համար, չէ՞ որ իրենց այդ վճարները իրականում անմրցունակ են դարձնում հայկական արտադրանքը տարբեր շուկաներում եւ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի։ Ամենակարևոր հիմնախնդիրը, որ այստեղ կա, երկարացված ճանապարհներն են, որը բերելու են ձեր ասած բարձր գները, դրանով պայմանավորված ցածր մրցունակությանը։ Հայաստանը բնականաբար քաղաքական, աշխարհակական հիմնախնդիրներով պայմանավորված երկար տարիներ չի կարողացել այդ ճանապարհը հեռավորությունը կրճատել, բայց լոգիստիկ համակարգը այնպիսին է, որ այստեղ օրինակ լոգիստիկ խաղացողների մեջ մրցակցության բարձրացումը կարող է բերել ավելի քիչ ծախսերի, որն էլ վերջում ներգրավելու արդեն ապրանքների ինքնարժեքի մեջ ու դարձնելու ավելի մրցունակ միջազգային շուկաներում, բայց պետք է մոռանալ, որ հայկական արտադրանքը կամ ցանկացած երկրի արտադրանք միայն գնով չէ, որ մրցում է այլ շուկաներում, դրան զուգահեռ պետք է գոյություն ունենան, մշակվեն այլ պարամետրեր եւս, որոնք դարձնեն ավելի մրցունակ ու եթե գնով պայմանավորված մրցունակությունը հիմնախնդիրները դառնա ամենավերջին հիմնախնդիրը, նոր այդտեղ կարող է լոգիստիկ շղթաների կառավարման, լոգիստիկ արդյունավետության բարձրացումը ունենալ էական նշանակություն, բայց բնականաբար Հայաստանը պետք է մշակի ունենա այդ բոլոր այլ ընտրանքները, որոնք կարող են բերել հաղորդակցությունների բարելավմանը, տարբերակների այլ ընտրանքների հայտ բերելուն, որն է նպաստելու այդ ցածր գներին իրականում, բայց էլի չպետք է մոռանալ, որ այս ամեն քաղաքականություն, որ այստեղ վարվելու է, զուտ տնտեսական չէ, իր հետ բերելու է քաղաքական ու սոցիալական ենթատեքստ եւ եթե փորձենք գնահատականներ տալ ասելով, պետք է ավելի մոտեցնել արտաքին շուկաները այս կամ այն երկրի հետ հարաբերություններ վերականգնելով կամ կառուցելով, բնականաբար դա դուրս է գալի տնտեսական քաղաքականության համատեքստից ու վստահ չեմ, որ կարող եմ այդ հարցին ամբողջությամբ պատասխանել։ Շնորհակալություն պարոն Մինասյան հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտվում է, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերտ հետազոտական կենտրոնի հետ փորձագետ, բիզնես վարչարության ամբիոնի դասախոս Սուրեն Մինասյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։